Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցով նոյեմբերի 9-ի եռագոմ փաստաթղթին վերադարձի հարց չի քննարկվում, վստահեցնում է Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը։ Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նա հավելել է, ապաշրջափակման թեմայով համաձայնություն դեռևս չկա, բայց գործընթացը շարունակվում է։ Սիմոնյանը նաև կարծում է, որ դիվանագիտության ոլորտում Հայաստանը նկատելի հաջողություններ ունի, որպես օրինակ նշում է. տարբեր երկրներ իմանալով, որ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, այնուամենայնիվ մեզ զենք են վաճառում, այն որ միջազգային քաղաքացիական դիտորդները Հայաստանի սահմանին են կանգնած եւ դա բարձրացնում է Հայաստանի անվտանգային մակարդակը։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հանդեպ վերաբերմունքը վերանայելուն, Ալեն Սիմոնյանն այս պահին դա այնքան էլ իրատեսական չի համարում։ Կարծում է դեռևս ՀԱՊԿ-ը պետք է ինքն իրեն վերանայի։ Հայաստանի և Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերի միջգերատեսչական հանձնաժողովների փետրվարի 7-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնելու վերաբերյալ անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի ներկայացրած առաջարկը։ Ֆակտոր TV-ի գրավոր հարցմանի պատասխան այս մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։ Կառույցից միաժամանակ նշել են, հարցի վերաբերյալ կողմերը դեռևս դիրքորոշում չեն արտահայտել եւ հարցը մնում է բաց հետագա քննարկման հնարավորությամբ։ Հանձնաժողովների հանդիպումը տեղի էր ունեցել փետրվարի 7-ին, հայկական կողմից դրան մասնակցել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը։ Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրությունում, բրազիլիական լրատվամիջոցին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ Նա ասել է, թե Բաքվի ու Երևանի միջև անշրջելի եւ տեղական խաղաղության հասնելու համար պետք է փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրությունում կապված Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հետ։ Նշենք, որ սա խաղաղության համաձայնագիր է ստորագրելու Բաքվի նախապայմաններից է։ Հայաստանում ավելի խիստ են ստուգելու հաշմանդամության մասին կեղծ տեղեկանքներ դուրս գրող բժիշկներին քաղաքացիների ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքում փոփոխությունների նախագծի համաձայն, եթե մոտ 1 տարվա ընթացքում հաշմանդամության հանձնաժողովում ընդգրկված որևէ բժշկի տված 3 սխալ եզրակացություն հայտնաբերվի, առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինը այդ մասին կտեղեկացնի առողջապահության նախարարությանը։ Այստեղ արդեն կորոշեն սխալները բժշկից կախված են եղել թե ոչ, օրինակ փաստաթղթերում վրիպումների պատճառով դրա հիման վրա կորոշվի բժշկի արտոնագիրը հետ կանչելու հարցը։ Այսօր առավոտյան Սյունիքի մարզում Մեղրի Նռնաձոր ավտոճանապարհին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ շուրջ 40 մետր գլորվել ձորը։ Ռուսաստանի քաղաքացի 22-ամյա Իգոր Կատովը ծանր վիճակում հոսպիտալացվել է, մեքենայում գտնված Ռուսաստանի մյուս քաղաքացին 30-ամյա Ռոման Ալշիխինը տեղում մահացել է, հաղորդում է Շամշյան Քոմը։ Աղբյուրի տեղեկություններով մահացածն ու վիրավորը ծառայում են Ռուսաստանի սահմանապահ զորքերում, իսկ տարածքը նրանց վերահսկողության տակ էր գտնվում։ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում մեկնարկել է Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի պատվիրակությունների նոր հանդիպումը Կիևի եւ Մոսկվայի միջև հրադադարի հարցի շուրջ։ Այս մասին AFP-ին ասել է ուկրաինական պատվիրակության աղբյուրը։ Հանդիպումը տեղի ունենում Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի պատվիրակությունների ավելի քան 12 ժամ տևած բանակցությունների հաջորդ օրը։ Կողմերը նախատեսում են հանդես գալ համատեղ հայտարարությամբ։ Հիշեցնենք նաեւ, որ Կիրակի տեղի էր ունեցել Ամերիկա-ուկրաինական բանակցությունների առաջին փուլը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները Signal Messenger-ում բացված փակ խմբում սխալմամբ ավելացրել են լրագրողի, որի հետ կիսել են Եմենի հութիների օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին ծրագրերը։ Ատլանտիկի լրագրող Ջեֆրի Գոլդբերգը նշել է, որ Եմենում հութիների օբյեկտների ռմբակոծումը տեղի ունեցել մարտի 15-ի ժամը 14-ին, բայց ինքն այդ մասին իմացել է դրանից 2 ժամ առաջ, քանի որ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը այդ մասին հաղորդագրությամբ հայտնել է առավոտյան ժամը 11:44-ին։ Հաղորդագրությունում նշվել է նաև օգտագործվող զենքերի, թիրախների եւ հարվածների ժամանակագրության մասին։ Սիգնալի գաղտնի չաթում եղել են նաեւ ԱՄՆ վարչակազմի այլ ներկայացուցիչներ, այդ թվում ԱՄՆ փոխնախագահն ու պետքարտուղարը։ ԱՄՆ պաշտպանության նախարարը սակայն հերքել է պնդումները, թե հութիներին հարվածները Թրամփի վարչակազմի անդամները քննարկել են Սիգնալում։